Այն ինչ քննարկելու ենք մոտակա րոպեների ընթացքում, դա նոր ուղեցույց չէ, այլ դիսլիպիդեմիաների վարման 2019 թվականի ուղեցույցի թարմացումն է, որը կատարվել է 2025 թվականին։ Եթե ընդհանուր ինչ-որ ինտրո տալու լինենք դիսլիպիդեմիաների վերաբերյալ ու առհասարակ ցածր խտության լիպոպրոտեինի վերաբերյալ, ապա պարտադիր է նշել, որ աթերոսկլերոզը ինքը որպես հիվանդություն պայմանավորված է ապոլիպոպրոտեին B, ApoB պարունակող լիպոպրոտեինների աստիճանական կուտակմամբ զարկերակի պատի ներսում, ինչը հանգեցնում է բորբոքային ռեակցիաների, որն էլ նպաստում է արդեն աթերոսկլերոտիկ վահանիկի ձևավորման ու մեծացմանը, եւ ApoB պարունակող լիպոպրոտեինների մեջ ամենամեծ ֆրակցիան պատկանում է հենց ցածր խտության լիպոպրոտեինին, դրա համար էլ հենց իրեն են վերցրել որպես թիրախ։ Ինչը չի փոխվել թարմացման մեջ, ինչ են անդրադարձել, դա սքորն է, սքոր 2 եւ սքոր OP-ին, շատ չկենտրոնանալով սրա վրա, հիշենք, որ սքոր 2-ն օգտագործվում է մինչև 70 տարեկան պացիենտների շրջանում, սքոր OP-ին օգտագործվում է արդեն 70 տարեկանից բարձր պացիենտների շրջանում եւ գնահատվում է մոտակա 10 տարում ինչպես մահացու, այնպես էլ ոչ մահացու սրտանոթային դեպքեր ունենալու ռիսկը։ Շատ կարևոր է, անչափ կարևոր է հիշել, որ սքոր սանդղակները չեն օգտագործվում արդեն իսկ հայտնի սրտանոթային աթերոսկլերոտիկ հիվանդություն ունեցող պացիենտների մոտ ռիսկ գնահատելու համար, ինչպես նաև CXL-ի 4.9 միլիմոլիտրից բարձր արժեքներ ունեցող մարդկանց շրջանում, որովհետև իրենց շրջանում արդեն ռիսկը շատ բարձր է համարվում։ Ռիսկի կատեգորիաները նույնպես նույնն են մնացել, շատ բարձր ռիսկ ունեն մարդիկ, ովքեր դոկումենտացված աթերոսկլերոտիկ հիվանդություն ունեն, կամ կլինիկորեն, կամ իմիջինգով, պատկերավորման միջոցով հայտնաբերված, եթե տարել են սրտամկանի ինֆարկտ, տանկային ստենոկարդիա, քրոնիկ կորոնար սինդրոմ ունեն, տարել են PCI քեբիչ կամ այլ զարկերակային ռևասկուլարիզացիոն միջամտություններ, ինսուլտ, տրանզիտոր իշեմիկ գրոհ կամ ունեն զարկերակների, պերիֆերիկ զարկերակների հիվանդություն։ Եթե կա նաև նշանակալի վահանիկ կատեով կամ կորոնար անգիոգրաֆիայով կամ ֆեմորալ ու ուլտրաձայնով հայտնաբերված, ինչպես նաև կատեի միջոցով նշանակալի բարձր կալցիում սքոր։ Շատ բարձր ռիսկի մեջ մտնում են նաև դիաբետ ունեցող պացիենտները, որոնք 20 տարուց ավել դիաբետ ունեն եւ ունեն ամենակիչը 3 ռիսկի գործոն եւ թիրախային օրգանների վնասում։ Ծանր երիկամային վնասման պացիենտները, ում մոտ EGFR-ը ցածր է 30 միավորից, ինչպես նաև եթե սքոր 2 սքոր OP-ին հաշվարկվել է 20% եւ բարձր։ Ամենակարևորը չմոռանանք ընտանեկան հիպերխոլեստերինեմիայով պացիենտները, ովքեր ունեն աթերոսկլերոտիկ սրտանոթային հիվանդություն կամ այլ որևէ մեծ ռիսկի գործոն։ Ի դեպ մեծ ռիսկի գործոններին պատկանում է անգամ CXL-ը, հաշվի առեք։ Բարձր ռիսկը նրանք են, ովքեր որ ունեն ընդհանուր խոլեստերին բարձր 8 միլիմոլիտրից կամ CXL-ը բարձր 4 միլիմոլիտրից եւ ճնշում բարձր 180-110 մմ սննդի բարձր ռիսկ ունեն պացիենտները, ովքեր ընտանեկան հիպերխոլեստերինեմիա ունեն առանց որևէ մեծ ռիսկի գործոնների, շաքարային դիաբետ ունեցող պացիենտները, ովքեր չունեն թիրախ օրգանների վնասում կամ շաքարային դիաբետը 10 տարի եւ ավել տևողություն ունի, կամ պացիենտները, ովքեր որ ունեն այլ լրացուցիչ ռիսկի գործոն։ Այստեղ բնականաբար արդեն չափավոր երիկամային վնասումն է, երբ որ ֆիլտրացիայի արագություն 30-59 է եւ սքորը հաշվարկված բարձր կամ հավասար 10%, ցածր 20%։ Միջին ռիսկ ունեն երիտասարդ պացիենտները, ովքեր դիաբետ 10 տարուց պակաս ժամանակ ունեն տևողությամբ եւ չունեն այլ ռիսկի գործոններ, եթե սքորը հաշվարկվել է 2%-ի ու 10%-ի արանքում եւ ցածր ռիսկ ունեն մարդիկ, ովքեր 2%-ից ցածր սքոր ունեն, իրենք բավականին քիչ են, եթե ճիշտը խոսենք։ Ինչ վերաբերվում էր վերևի նշումներին, այստեղ նշեցինք, որ նշանակալի կալցիում սքոր լինի, 300-ի մասին է խոսքը եւ լինի նշանակալի վահանիկ 50%-ից ավել նեղացման մասին է խոսքը։
Ռիսկի մոդիֆիկատորներ են կամ ռիսկի փոփոխականներ են նորից քննարկվում, իրենք եղել են նաև այն ժամանակ եւ այս մոդիֆիկատորները կարող են օգտագործվել օրինակ ինչ որ տենց մոխրագույն զոնայում գտնվող պացիենտների շրջանում որոշելու համար սկսել բուժում, թե չսկսել բուժում։ Եթե ընտանիքում 55 տղամարդկանց դեպքում եւ կանանց դեպքում 60 տարեկանից ավելի երիտասարդ մահեր են եղել, սրտային հանկարծամահություններ են եղել, ապա դա լրացուցիչ ռիսկի գործոն է։ Էթնիկ որոշակի խմբերի պատկանել, օրինակ հարավասիական սոցիալական դեպրիվացիան, ճարպակալումը, ֆիզիկապես ոչ ակտիվ լինելը, քրոնիկ բորբոքային հիվանդությունները, աուտոիմուն, հոգեբուժական լուրջ հիվանդությունները, վախ, դաշտանադադարը, պրեէկլամպսիա կամ հղիության ժամանակ այլ հիպերտենսիվ խանգարումները, մարդու իմուն անբավարարության վիրուսը, ինչպես նաև քնի օբստրուկտիվ ապնոեն եւ նաև մոդիֆիկատորներին պատկանում են բարձր մշտական բարձր ցերպեն 2 մգ լիտրից եւ բարձր լիպոպրոտեին ան 105 նանոմոլ լիտրից։ Սա հիշենք լիպոպրոտեինային դեռ երկար անդրադառնալու ենք։ Եվ այս պատկերում արդեն կարող եք տեսնել թիրախային թվերը տարբեր ռիսկի գոտում գտնվող պացիենտների համար։ Եթե ունենք ցածր ռիսկ, ապա ցածր պիտի լինի LDL-ը 3-ից, եթե ունենք միջին 2.6-ից, բարձրի դեպքում 1.8-ից, շատ բարձրի դեպքում 1.4-ից եւ եթե ունենք էքստրեմալ ռիսկ, պետք է լինի 1-ից։ Ինչ վերաբերում է այս էքստրեմալ ռիսկին, իրեն բավականին շատ շահարկեցին վերջերս որպես նորություն, բայց սա այդքան էլ նորություն չէր, որովհետեւ ESC քրոնիկ կորոնար համախտանիշի ուղեցույցի մեջ արդեն իսկ քննարկվել էր էքստրեմալ ռիսկի, չափազանց բարձր ռիսկի նույն կոնցեպտը ու եղել էր ռեկոմենդացիան հենց լրիվ նույն դասով եւ հանձնարարականով, որ պետք է մարդկանց, ովքեր վերջի 1 տարում ունեցել են 2 խոշոր սրտանոթային պատահար կամ եթե օրինակ մարդը միաժամանակ ունի բազմանոթային զարկերակային հիվանդություն, օրինակ կորոնար զարկերակներում ունի խնդիր եւ ունի խնդիր պերիֆերիկ զարկերակներ, ապա իր ձգտվե թիրախային LDL-ի թիվը պետք է լինի 1-ից ցածր։ Որքան ցածր, այնքան լավ։ Ոսկե խոսքը, որ սիրում է սրտաբաններն ասել։ Այն ինչ վերաբերվում է արդեն այս գունավոր աղյուսակին, այստեղ կարծում եմ, որ պետք է կենտրոնանալ միայն այն փաստի վրա, որ եթե տեսեք մենք ունենք չբուժված ցածր խտության լիպոպրոտեինի LDL-ի մակարդակ 4.9-ից բարձր, ապա պացիենտը միանգամից հայտնվում է բարձր ռիսկի գոտում եւ պիտի ստանա դեղորայքային թերապիա։ Այսինքն նման պացիենտների շրջանում միայն կենսակերպ փոխել իմաստ չունի քննարկել։ Եվ մի շատ կարևոր նկատառում, եթե պացիենտին բուժում եք եւ ունենում եք իջեցում LDL-ի թվերի, պացիենտի ռիսկը չի վերագնահատվում, պացիենտի ռիսկը չի վերադասակարգվում, ինքը շարունակում է լինել այն բարձր, օրինակ դիցուկ ռիսկի պացիենտը պարզապես արդեն ավելի լավ վիճակով, այսինքն մենք չենք սկսում պացիենտին, ով օրինակ ունեցել էր 6 ՑԽԼ ստազինով իջեցնելու դեպքում հասնում ինչ-որ մի թվի ու համարում, որ օրինակ վերջ, իր ռիսկն արդեն միջին է, կարելի է միայն կենսակերպով շարունակել, ոչ, ինքը ունի այն ռիսկը, որը ուներ ի սկզբանե, որովհետև բոլոր այդ բացասական ազդեցությունները դրանք կումուլատիվ են կյանքի անցած տարիների համար, երբ ինքը չի ստացել բուժում եւ ունենում են բնականաբար որոշակի իմպակտ ելքերի վրա պացիենտի։ Այստեղ ռեկոմենդացիաներն է Score 2 եւ Score OP, կարծում եմ որևէ հարց չկա այստեղ ինչ որ նոր, անցնենք առաջ։ Ինչ վերաբերվում է պատկեր 2-ին, ցույց է տալիս, թե տարբեր համակցությունները եւ անգամ առանձին դեղերը որքան ինտենսիվ են կարողանում իջեցնել ՑԽԼ-ի քանակը։ Այս ուղեցույցում հայտնվում է բեմպեդոյատ թուն պացիենտների համար, ովքեր որ ի վիճակի չեն
ընդունել ստատինային թերապիա ինչ-ինչ պատճառներով խորհուրդ է տրվում նշանակել նրանց բեմպետոյաթթու